Դերասանուհի Մանե Հակոբյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, անկախ նրանից, որ իր ամուսինը շատ հանկարծակի հանդես եկավ հրապարակումով եւ այդպիսով հայտնեց իրենց ամուսնալուծության մասին, որը մինչ այդ որևէ կերպ նրանք հայտնի չէին դարձրել, նա շարունակում է ակտիվություն ցուցաբերել ինստագրամյան հարթակում։ Այսօր վերջինս հանդիպել է իր գոլեգաների հետ, ում հետ նկարահանվել է մի պրոյեկտում։ Այստեղ է նաեւ Լիլիթ Թոխատյանը, Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի դուստրը։ Նրանք միմյանց գրկախառնվում են եւ ասում, որ միմյանց կարոտել էին։ Լիլիթ Թոխատյանն ասում է, որ սեր ու կարոտ է զգում Մանեի հանդեպ, իսկ Մանեն նշում է, որ իր մեջ այնուամենայնիվ սեր կա եւ դա լավ է, անկախ նրանից, որ ժամանակները փոխվում են, ամեն ինչ փոխվում է, այնուամենայնիվ դերասանուհին ասում է, որ իր մեջ սեր կա, իսկ այդ արտահայտությունը ուղղված է Լիլիթ Թոխատյանին։ Նշենք նաև, որ Մանե Հակոբյանը շարունակում է ինստագրամյան հարթակում ինտրիգային հրապարակումներով հանդես գալ, որոնք շատ հաճախ հայտնվում են հայկական մամուլի ամենաշատ ընթերցված հրապարակումների ցանկում։ Ինստագրամն անհասկանալի պայմաններով որոշեց, որ երեկվա մի քանի սթորիս պիտի ջնջի։ Ձեր հետ եղել է նման խնդիր, հարցրել է դերասանուհին այս գեղեցիկ եւ յուրօրինակ լուսանկարին գիծ գրելով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք համացանցում ակտիվորեն քննարկվում է դերասան ամուսիններ Կարեն Հովհաննիսյանի եւ Մանե Հակոբյանի ամուսնալուծության մասին տեղեկությունը։ Այս մասին հանդես եկավ անկեղծ խոստովանությամբ Կարեն Հովհաննիսյանը հաղորդումներից մեկի ժամանակ։ Սրանից հետո տարբեր խոսակցություններ են հնչում այն մասին, որ միգուցե դերասանը խաբել է, նրանք ցանկանում են սև PR անել իրենց վրա հավելյալ ուշադրություն ձեռք բերելու համար, սակայն շատերն էլ փաստում են, որ ոչ նա չէր կարող խաբել եւ միգուցե զույգը ամուսնալուծվել է։ Համացանցի օգտատերերից շատերը մեկնաբանությունների դաշտում գրում են, որ այդպես էլ պետք է լիներ, նրանք տարիքային մեծ տարբերություն ունեն եւ Կարեն Հովհաննիսյանը շատ հնարավոր է դավաճանած լինի Մանե Հակոբյանին։ Թե իրականում որն է այս զույգի բաժանման պատճառը դժվար է ասել, մեզ մնում է սպասել եւ հետեւել երկու կողմերի հրապարակումներին։ Քիչ խառնեմ, որովհետեւ որոշել եմ ազատվել եմ պրոդուկտներից, որոնց ժամկետները արդեն անցնում են, անցել են եւ այլն եւ ցավ չապրել դրանից։ Օրինակ ինքը սա այսքան դեռ կա, ես այսքան դեռ չեմ օգտագործել, բայց ես պետք է նա շփոթեմ, որովհետեւ ինքը գրեմային պրոդուկտ է եւ ժամկետի մեջ չի այլևս, արդեն 1 ամիս կլինի ժամկետն անցել։ Ինքը թափվում է միանշանակ ու որոշել եմ չգնել այնպիսի բաներ, որոնք ես ունեմ, օգտագործում եմ, որ նորը չգնեմ ու հինը էլի տենց մնա, հետո մի օր էլի շփրտեմ, մի խոսքով ափսոս են, շատ ափսոս են, օրինակ այս highlighter-ն էլ իր ժամկետները արդեն մոտ մի ամիս անցել, էլ չեմ գնելու նոր պրոդուկտ, մինչև նախորդը չվերջանա։ Իրականում մի քիչ եւ մի քիչ շատ տխուրավոր է, ես հարցը ChatGPT-ի հետ եմ քննարկել, բայց հարց ունեմ։ Այս բլաշը կարելի է օգտագործել ավելի երկար, քան իր վրա նախատեսված ժամկետն է, եթե իր տեքստուրան չի փոխվել, մաքսիմալ հերմետիկ պայմաններում է պահվել եւ մաքուր կոկիկ է օգտագործվել, ասեց, որ սովորաբար օգտագործվում է նաեւ մոտ 2 տարի։ Խնդրում եմ, եթե մասնագետներ կան իմ էջում, կարող եք ինձ խորհուրդ տալ, ես ամեն դեպքում դեն նետեմ, թե կարելի է դեռ օգտագործել եւ չվնասել։ Երեք դերասան Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ հաղորդումը տարածվեց համացանցով մեկ, որտեղ վերջինս առաջին անգամ անկեղծ խոստովանում էր իր եւ Մանե Հակոբյանի հարաբերությունների մասին։ Նա նշում է, որ ինքն ու Մանե Հակոբյանը այլևս ամուսիններ չեն, նրանք ամուսնալուծվել են։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի խոսքով այս նոր կարգավիճակը արդեն 1 ամսվա պատմություն ունի։ Կարեն Հովհաննիսյանը արտասրույցի ընթացքում նշում է, որ ինքն ու Մանե Հակոբյանը հասկացել են, որ այլևս չեն կարող լինել ամուսիններ եւ կայացրել են տվյալ որոշումը։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ քանի որ իրենք ունեն փոքրիկ դուստր, ամեն բան անում են, որպեսզի երեխան չհասկանա ծնողների բաժանումը եւ չհասկանա ու չգիտակցի ստեղծված իրավիճակը։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ ամեն բան անում են, որպեսզի երեխան չնկատի երկուսի բացակայությունը, միասին համատեղ չապրելը եւ այդպես շարունակ բաժանումը փորձում են դեռևս փոքրիկից թաքցնել։ Համացանցում մեկնաբանություններ են գրում շատերն այն մասին, որ այս զույգը այդպես էլ ի սկզբանե միմյանց ներդաշնակ չի եղել, նրանք միմյանց անհամապատասխան են եղել։ Շատերն էլ նշում են, որ տարիքային տարբերությունը միգուցե իր սև գործն արել է։ Շատ մարդիկ էլ նշում են, որ Մանե Հակոբյանի
Նոր աշխատանքը Գոյամարտ հեռուստասերիալում նկարահանվելը միգուցե իր ազդեցությունն է ունեցել դերասան ամուսինների բաժանության մեջ։ Իրականում ինչ է եղել, ինչու է այս զույգը եկել բաժանման որոշման դժվար է ասել, սակայն պարզից էլ պարզ է, որ այստեղ մի բան այն չէ, երբեմնի ներդաշնակ միմյանց սիրող ամուսինները ինչու որոշեցին այլևս մեկ տանիք չկիսել։ Նշենք նաև, որ դերասան Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ այս հաղորդումի տարածումից հետո Մանե Հակոբյանը շարունակում է ինստագրամյան հարթակում հրապարակումներ անել իր աշխատանքային գործունեությունից և ցույց է տալիս, ասես թե ոչինչ չի եղել և չի անդրադառնում ամուսնու սկանդալային հայտարարությանը։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը, դերասանուհի Մանե Հակոբյանը բավականին սիրված է և ակտիվ է հարության շրջանում։ Մանեն պարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս դստեր մասնակցությամբ տեսանյութեր ու հոլովակներ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով խոսում է այս կամ այն իրավիճակի իրադարձության մասին, որը անհանգստացնում է իրեն։ Այսօր Մանե Հակոբյանն ինստագրամյան էջում հուզիչ հրապարակում է արել, ցույց տալով, թե ինչպես է հետևում մանկական Եվրատեսիլ 2025-ին և ինչպես է մեր պատվիրակի ելույթին հետևելիս արտասվում։ Մանեի փոքրիկն ասում է՝ ինչու ես լալիս մայրիկ, իսկ Մանեն էլ նշում է, որ չի կարողանում բացատրել ինչքան է սիրում մանկական Եվրատեսիլը և առհասարակ մեր ներկայացուցչին։ Ավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, դերասանուհին ինստագրամյան էջում հանդես է եկել հրապարակումով, նշելով, որ իրականացրել է երկար տարիների իր երազանքը։ Վերջինս մասնակցել է կնոջ կյանքի բարեփոխում Ֆեմինա հաղորդաշարին և որոշել գնալ փոփոխության։ Կյանքիս ամենաճիշտ ու անհրաժեշտ փուլում ստացա առաջարկը իրագործելու գլխումս վաղուց ծնված ու հասունացած ցանկությունները։ Անհավանական շնորհակալ եմ Յուրիևնա Մարինային և Ֆեմինա AM-ի ողջ թիմին։ Նշենք նաև, որ երևում է, որ Մանե Հակոբյանը վիրահատել է իր քիթը։ Հավելենք նաև, որ Մանե Հակոբյանը վերջին շրջանում առավել շատ սիրվեց նկարահանվելով «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Թեպետ այս սիրված հեռուստասերիալում Մանե Հակոբյանի դերը շատ կարճ տևեց, այնուամենայնիվ երկրպագուները հերթական անգամ սպասում են դերասանուհուն տեսնել այլ նախագծերում։ Թե ինչն էր պատճառը, որ Մանեի դերն այդքան կարճ տևեց, դժվար է ասել, սակայն պարզից էլ պարզ է, որ Մանե Հակոբյանը շատ էր սիրել այս թիմը և շատ էր սիրում այստեղ նկարահանվելը։